ասեմ Հայաստանի արտադրության ուրեմն մարմիններին ես առաջարկում եմ Շուշին հանձնող գեներալների պիտի գնդագարել ու վերջ Հայաստանի մասին հայկական կողմի ովքեր որ զբաղվել են գնդագահարել ունեցվածքը պետականացնել մինչև վերջ ու չնայած որ կինը երեք չառաջ օրն է հղիացել բան գներեք արտադրության համար այս բաները հանել հիմա բայց Թարևանցի ասեմ ինչն է հարցը այդ քաղաքական գործընթացը որ մեր մեջ է գնում դժվար է գնում մենք պարտված կողմն ենք որպես կանոն ասեմ ես թվեր հիմա չեմ կարող ասել այն պետությունները պատմականորեն այդպես եղել է որոնք պարտված են դրանք շատ ավելի արագ են զարգանում դրանք շատ ավելի շուտ են դաշնակից գտնում եթե իրենք ուրեմն կենսունակ են կա որ համաձայնվել են մահանալուն մարմանդ գնում են ու վերջանում է կարծում եմ առաջի տարբերակն է մեզ ինչն է ինձ թույլ տալիս այդ եզրակացության համար մեր ամենածանր օրերին որ ես եմ հիմա ասեմ ես եմ արել սկիզբը Հնդկաստանի պետությունը դեսպանը երբ որ իմ որ օգնեք Հայաստանին մենք ճար չունենք դրական այսպես Սև լճի օրերին էր արձագանքեց եւ շտապեց ես հասկացա որ Հնդկաստանի որտեղ տեսեք որ Հնդկաստան այս արևմուտք այս Եվրոպա գնացողներին եմ ասում մյուսը Ռուսաստան գնացողներին մյուսը Զանզիբար գնացողներին ես Հայաստան գնացողս Ես ասեցի ճար չունենք, պիտի օգնեք իմ հաշվով Հնդկաստանից շահագրգիռ, տեսեք ուրիշ բան չեմ ասում, ինչ պետություն չկա այսօր, որ ձեռքը մեկնի, եւ գործընթացը գնաց, ամեն ինչ կարգավորվեց։ Իմ ինչի եմ ասում, հանկարծ դրանից հետո նոր է իմ դիտարկումներով Մակրոնը նոր հայտնվեց։ Այսինքն տեսավ, որ օգնող կա, որ ինքն էլ է ուզում, եթե մենակ է չարժի խաղի մեջ մտնել հիմա արժի, եւ հետո ես հիմա նաեւ ուրիշ բան ասեմ, 23 թվականի ապրիլի 27-ին, 26-ին, չէ, 24-ին, 24-ին եւ 25-ին Վաշինգտոնում ապրիլի եւ հանրապետական կուսակցության գործչի հետ եմ հանդիպել, ոչ թե դեմոկրատներն էին։ Եվ այլ իմ հաշիվներն են, որ հանրապետականն է որպես քրիստոնյա ժողովուրդ եւ ինչ որ բանն արեց, դիվենս արեց եկավ ասեց բանը ստեղը սրտփատերիներ քրիստոնյա, ինչ եմ ուզում ասել։ Հետո Ամերիկա, հետո եւ սրանն եւ Հայաստանը միջազգային բացի ռուսական թարախը, որը մեռնում էր այդ վիճակի մեջ եւ սրանց ստրուկները Հայաստանում, բոլորն ուրախացան, որ Հայաստանը վերջին հաշվով արտաքին օժանդակություն ստացավ, որից հետո հայտնվեց պարոն Թրամփը իր ուղիով, ոչ միջանցքով, ոչ, բայց թուրքերն ու ադրբեջանցիները միջանցք են ասում, որ Ղարաբաղյան կլան ուրախանա ասի Նիկոլ սխալ է։ Այդ իրենք նրանց հետ են, էլի Մոսկվան էլ է միջանցք ասում, որը ուղի է, հիմա տարբերություններ պիտի Աճարյանի բառարանը տնես, թե ուղի միջանցք ինչ է նշանակում, բայց եւ այսպես հետո հայտնվեց ամերիկյան օժանդակության խոստումներ, խաղաղության այդ նախաձեռնություն, որ Թրամփն արեց, դրա մեջ եւ մեր դիվանագետներ ահռելի դեր են խաղացել, մեր ոչ թե ռուս, թուրք, որոնք լրտես չէին, շպիոն չէին, առաջ շպիոններ են եղել, մեր դեսպանատնում, ռուսական շպիոններ, այ։ Ուրեմն սրանք արեցին, այս ինչ որ ստացվեց, եւ Հայաստանը հիշում եք ինչ էի ասում էի, որ Անդրկովկասի բանալի պետությունն է դառնալու եւ Լեհաստանի օրինագիչական են բերել։ Կասկածս հիմա հաստատվում է ավելի ու ավելի, որտեղ արդեն թրիփը, արդեն տեխնոլոգիաներ եւ միլիարդավոր դոլարների արհեստական բանականության եւ այլն չարենցավան թե հրազդանում այդ կենտրոնի ստեղծումը։ Պատուկ որ լինեք Ալիև, դուք ձեզ լավ կզգաք, բա հաղթել է, ինքը չի հաղթել, ռուսն է հաղթել, այս ծախվածներով եւ այն մատակարարումներով ինչ որ եղել է եւ այդ այսպես ասած Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության տգիտության պատճառով, որոնց այնքան տգետ եղան հավատացին ռուսին, որ հիմա դրանց վերցրեցին ուղարկեցին Բաքու, ռուսներն են ուղարկել։ Բայց հիմա խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրի Նիկոլ Փաշինյանը։ Եկավ։ Այո, որովհետև սխեմա էր, բայց ասեմ ձեզ։ Հիմա պետք է ասեմ երևի
բայց ես միշտ էլ ասում եմ, ընդ որում ասեմ, որ ընտրություններում ես չեմ հաջողել, պատգամավորական տեղ չեմ ստացել, բայց ես մնում եմ իշխանության կողքին, որպես որ իշխանությունն էլ լիներ, բայց ոչ ռուսական։ Էլի տեսակետս չի փոխվել, որ այլընտրանք ընդդիմություն որպես իրական, ուրեմն ասում եմ, որ դա այստեղ ուրիշ հարց, քանի որ այսպես գործընթացները համաշխարհային քաղաքական process-ների մեջ են, նայեցեք Ռուսաստանն ինչ է լինում, Ուկրաինան ինչ է լինում, Ամերիկա, Իրան, մեր շուրջը բոցավառված է, չէ՞։ Այստեղ գործընթացները դադարել են, ինձ թվում է, ես իմ կարծիքն եմ ասում, ես չեմ կարող պնդել, որ Հայաստանի վարչապետը այնքան էլ չի շտաբում խաղաղության պայմանագիր ստորագրելու գործը գլխավորելու հարցով։ Ինձ թվում է այդպես։ Ես լինեի վարչապետ չէի շտաբի։ Չէի շտաբի եւ վայրահաճություն Ալիևը ձգձգում է, Փաշինյանը չի շտաբում։ Չէ, Ալիևը ձգձգում է մեր պարագայով։ Վրա է տվել մեզ, մենք էլ ասում ենք չէ ստորագրելու ենք։ Ես եմ վարչապետ։ Քաղաքականությունը խաղ է։ Ուրիշ բան չկա, բոլոր վալս են բարում, վալս, ով ոդն է տրորում, ուրիշ բան է, բայց վալս է, իրար հետ ժպտում են։ Դա դեպքում ինչն է դրդում Նիկոլ Փաշինյանի ձեր կարծիքով, որ չստորագրի, չշտապի։ Որովհետև աշխարհը դառնում է անկանխատեսելի, Ալիևը դառնում է հակախաղաղասեր, որը Թրամփին հեշտ դուր չի գա, եւ այլն, հավանաբար ինքը process-ի այդ դանդաղության մեջ տեսնում է մեր անվտանգությունն ու չկորցնելու հնարավորություններ, որտեղ մենք հիմա ինձ թվում է պիտի մտածենք հավելյալ չկորցնելու մասին, որտեղ թույլ։ Մինչև բանակը գտա միտեղ, օրինակ բանակին հիմա պիտի հանձնարարվի, միտեղ ջնջխում եք։ Մեր Ադրբեջանի բանակին մի գործողություն եք անում, ջնջխում եք ոտից գլուխ, դրանց այդ բոլորը վերջանա։ Հա, ինչ է որ, 6 տարի անցել, ասում են 8 տարի անցել, քանի տարի է բանակը վերակառուցում են, մենք իշքան պետք է սպասենք, որ այդ լուտանքը մեր գլխին թափվի եւ այլն։ Բայց պատերազմը, բայց Նիկոլ Փաշինյան խաղաղություն է չխոստացել, այդ ջնջղելը, այդ ձեր ասած, այդ խփել, այդ հարվածը։ Ես ասեմ դուք Նիկոլին, ես ասի ես եմ վարչապետը, ես թողեք մեր գրոպը վարչապետը նմիրապետը։ Եւ եթե իրոք լինեիք դուք վարչապետ, այդ հրամանը կտայիք, հա, պարոն Շիրինյան։ Ես հիմա վաղուց եի։ Եվ լախի այդ Եվ վաղուց էի արել, վաղուց էի արել։ Այդ դեպքում աշխարհը ինչպես պետք է նայել։ Աշխարհը հեչ, Ալիևն ինչ է ասում, ասում է հանուն խաղաղության Արցախային մորտել եմ։ Բանաձե ուրիշ բան է ասել։ Գալատամորը ռուսներն ինչ են արել։ Իրենց սիրած Ղարաբաղցիների գալատամոր արեցին հանուն որ Արցախայությունը ազատ ապրի Հայաստանում։ Այսինքն մենք էլ պետք է նայենք ինչպես իրենք են անում։ Խաղաղությունից խոսում են բոլորը, բայց մեր իրական հիմքով է, մենք իրականում մեզ խաղաղություն է պետք, բայց ռազմական մի գործողություն մի գյուղում եւ այլն չի խանգարում դրան։ Մանավանդ եթե կա նաեւ վիճակ կա, հնարավոր է որ այդ խաղաղությունը ընդհանրապես հնարավոր չի, ուրեմն ինչ հարցի չի։ Հատկապես Իրանի պատերազմը ցույց տվեց, որ այդպես կարողանում են թիրախավորել կոնկրետ։ Ուրեմն թիրախավորել եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, հա, այսպես է դրա համար այս Սոդոմ Գոմորի մեջ մեր իշխանությունն էլ է մարդ, ինչպես որ ուրիշներն են մարդ են, սովորական մարդ են, ձեր նման, մեր նման մարդ են, որոնք ունեն ներվեր եւ այլն, որոնց ներվերը 8 տարի լարված է, չէ, լարված է այս վիճակը։ Հələ Պուտինները հեչ մի հատ էլ էստեղի բանդաներն են կապել։ Հիմա տեսեք, այս սկսվել է Նիկոլին են քննադատել, ոչ թե Ալիևին ասելու են ինչի ես եկել մեր Շուշիում նստել։ Այդ համաձայնվել են վաղուց, բոլորը տուն-տեղ ունեն, այդ Արցախյան վերնախավը Ես իշքան հետևել եմ բոլորը բնակարան, դրանք են գլխից փախնելու համար են արել այդ բոլորը։ Թե չէ ինչ են դնդեղ եղել, ինչ է սեփականություն այստեղ ստեղծել։ Վերնախավի մասին է խոսքը, ժողովրդին թողում ենք։ Ուրեմն վերնախավն էլ իհարկե դա ստորախավ է, վերևում կանգնած, որտեղ նա պետք է կռվեր, պահեր եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել, ինձ թվում է, որ ես որ լինեի, process-ը կդանդաղեցնեի, շատ հարցեր կան եւ ամեն ինչ բանաներ, բայց ինչ կնախապատրաստեի այս սահմանագծման աշխատանքը, դա պիտի վերջացվի ոչ մեծ վնաս ձևերով, վերջացվի, որպեսզի լինի խաղաղություն։ Թե չէ, գիտեք, պայմանագիրն այսպեսի բան ուզում եք ստորագրեք, ուզում եք մի ստորագրեք։ Ռուսաստանը որ պետության հետ որ ստորագրել է պայմանագիր, հաջորդ օր դրա վրա է հարձակվել։ Ուկրաինան տեսեք, 39 թվին
Լեհաստանը Հիտլերի հետ Ռուսաստանը կիսեց, 1920 թվականին Քեմալի հետ Հայաստանը կիսեց, Ռուսաստանն է կիսել, մեզ Ռուսաստանն է կիսել, Թուրքը չի կիսել, Ախպերաբաժին, Նախիջևանը տվել այնտեղ, Արցախը տվել այնտեղ, վերջում են Արցախը հանձնել է Թուրքին, որովհետև Եվան իր հաշիվները Ադրբեջան եւ որ այս մարդն էս գլուխ կողի մեծվեց, հիմա էլ իհարկե խրում է բանին, Պուտինը լավ է անում, ռուսներին գիշերցերը կստորացնում է եւ իմ քեֆով է անում, լավ է անում։ Ընդ որում ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին եւս մեկ անգամ խոսեցին եւ այս անգամ կարծես թե Պեսկովն ինչ էր ասում Ուկրաինայի աջակցությամբ։ Հա, դե բան իրեն կայֆ է։ Մենակ հայկական խրոսն է, որ սրանց կայֆ չի։ Իրենք բոլորից կայֆ են ստանում, կներեք արտադրության։ Բայց ռուսների հետ այդքան որ մտերմանում են նորից, մեզ համար վտանգավոր չէ դառնում այդ։ Որը ռուսների հետ նորից այդ հարաբերությունները խորացնել։ Ո՞նց են լավանում այդ ցավտանեմ, տեսեք, հիմա ռեալը որն է։ Ռեալն է, որ Ռուսաստանը բենզին չունի այսօր, չէ՞։ Ռեալը նայեք, չունի, չէ՞։ 45% գործարաններ խփել են ուկրաինացիք։ Տղեկ ջան, մնաց 55%-ը խփեք վերջանա այդ պետությունը, կործանվի վերջանա, պիտի կործանվի։ Բանալն է, բայց հիմա սա երևակայական ցանկություն ճիշտ սխալ դնում են կողքի։ Ռեալն է, որ ադրբեջանական բենզին եթե չլներ, դուք այսօր աշխատանքի չէիք կարող գալ։ Եվ Ալիևն ասեց, որ բենզինը անխափան մատակարարվում է։ Սա իրական քաղաքականությունն է, նա երևակայական մեկը գիշերայինն է, մեկը ցերեկային եւ այլն։ Եվ այդ արենայում, այս սեղանի շուրջ ոչ մեկը ճիշտ չի խոսում։ Հայությունը մենակ իր վարչապետից է պահանջում ճիշտ խոսի։ Հայությունն էլ պետք է իր գործով զբաղվի։ Ամեն մարդ իր տեղում պետք է լինի։ Քրյածին վիճակը պետք է մերցվի, գողությունը պետք է դադարեցվի։ Պետական հիմնարները ամեն մի տնօրեն ղեկավար վերածել են ընտանեկան բիզնես կենտրոնի։ Սրանք պետք է կարգավորվեն, պետք է ստուգվի, ով է ինչ անում, ով չի անում։ Պետությունը պետք է ստեղծի, ուզում եմ ասել այսպես։ Մնացածն էլ մենք էլ մեր գործը պետք է անենք, եթերով պետք է բացատրենք եւ ժողովրդին էլ ասեն, հանկիստ ձեր գործով զբաղվեք, եթե չէիք ուզում հուզվել, ես գիտեմ, որ չեք ուզում հուզվել, դրա համար բանակ են ստեղծում։ Երեխեքը, որ ծնվում են չեն ասում, լսի, ինձ արագ գեներալ լինես, որ բանակից լավ ապրես բանակում։ Հա, ասի, գիտես, բանակը սրբության սրբոց է, գողանալ չի կարելի, զինվոր թե սպա։ Այսինքն մի քիչ պրուսի եղեք, բանակ սիրեք, ոչ թե բանակ չգնամ, միած սուտ թղթով ասպիրանտական, այնց անեմ բանակ չգնամ, գիտնական դառնամ, ոչ գիտնական են դառնում, կիսատ պռատ եւ այլն։ Մի հատ տեսեք լուսարցագիտակ ինչ է լինում։ Բայց կարող է բանակ չգնալ եւ պետության համար շատ ավելի լավ է։ Բանակ գնալը պիտի լինի սրբության ժողովրդի համար։ Սամվել Կարապետյանի երկացրեցին, որ իրենց տղաները չեն գնացել։ Կարող է ավելի շատ են արել պետության համար։ Չէ, շատ անել պետք չի։ Անդրանիկ Քոչարյանն էլ էր ասում, բանակ են գնում, հետո են անում, գլուխները քար անտեղ էլ վտանգի տակ են լինում, այնպես ինչպես ցանկացած զինվոր, սպառնալիքի տակ, ինչպես որ հայրենիքի պաշտպանության, հայրենիքի սիրո հանդեպ, որից հետո թողան բարեգործություն անեն, տեսնեն կանեն այդ լավությունները։ Ուզում եմ ասել, այս խեղված ազգային գիտակցության խութերը պետք է մաքրվի բան։ Մնացածն էլ ինչ ասեմ, ուզում եք խաղաղություն, հռոմեացի պատրաստ եղեք պատերազմի։ Ուրիշ բան չկա, այս